Իսրայելի ռազմաօդային ուժերը հունիսի լույս 13-ի գիշերը լայնածավալ հարձակում են իրականացրել Իրանի տարածքում։ Հարվածները հասցվել են Իրանում միջուկային ծրագրի եւ այլ ռազմական օբյեկտների հետ կապված տասնյակ թիրախների, իսկ ընդհանուր առմամբ ավելի քան 100 թիրախի։ Առյուծի վերելքը անունը ստացած օպերացիայի ընթացքում 200 կործանիչ է կիրառվել։ Իրանի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել են իրանցի բարձրաստիճան զինվորականներ։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը եւ կորպուսի օդային պաշտպանության բազայի հրամանատարը։ Նշվում է իրանցի եւս 20 բարձրաստիճան զինվորականի մահվան մասին։ Արևելագետ Ռուբեն Սաֆրաստյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադառնալով Իրանի վրա հարձակումներին նշում է. ականատես ենք լինում նոր մերձավոր արևելքի ձևավորմանը։ Խոսքը գնում է աշխարհաքաղաքական բալանսի փոփոխության մասին, այսինքն Իրանը, որը մերձավոր արևելքում կարևոր աշխարհաքաղաքական դերակատարում ուներ, մենք տեսանք վերջին տարիներին այդ աշխարհաքաղաքական դերակատարումը Իրանի գնալով թուլանում է, եւ հիմա այս վերջի հարվածների մի շարքը վկայում են այն մասին, որ Իրանը որպես աշխարհաքաղաքական ուժի կենտրոն մեր, այսինքն կներեք ոչ թե մեր մերձավոր արևելքում թուլանում է։ Ըստ ակադեմիկոսի, Իսրայելը հարվածներն Իրանի վրա շատ լավ էր նախապատրաստել։ Հետևանքներն այնպիսին են, որ Իրանը պատասխանելու գրեթե շանս չունի։ Օգտագործվել էր նորագույն զենք, որը հնարավորություն էր տվել այն 40 մետր խորքի վրա է գտնվում իրանական միջուկային կենտրոններից մեկը, որի վրա հարված է եղել, եւ նաեւ երկրի ներսում են ունեցել իրենց հնարավորությունները։ Քաղաքագետ Արապապյանը նշում է, Իսրայելին հաջողվել է Միացյալ Նահանգներին համոզել որոշակի հարվածներ հասցնել Իրանին, թույլատնելու ատոմային զենք ստանալու հնարավորությունը։ Իրենք բավականին հաջող կերպով իրենց արժեվ դրած խնդիր իրականացնել են, հաշվի առնելով, որ ինչպիսի նյութական վնասներ են պատճառել հենց ուրանիումի հարստացման կենտրոններում, լաբորատորիաներում, ինչպես նաև մասնագետների եւ բարձրաստիճան զինվորականների ու պաշտոնական անձանց ոչնչացման հարցում։ Այս ռազմական գործողություններից առաջ Վաշինգտոնն ու Թեհրանն անցած շաբաթներին բանակցությունների մի քանի փուլ են անցկացրել Իրանի միջուկային ծրագրի շուրջ, սակայն կողմերը համաձայնության չեն հասել։ Թրամփի վարչակազմը Իրանից պահանջում է ամբողջությամբ հրաժարվել ուրանի հարստացման ծրագրից պատժամիջոցների չեղարկման դիմաց։ Թեհրանը մերժում է ամերիկյան կողմի պահանջը, պնդելով, որ ուրանը հարստացնում է բացառապես քաղաքացիական նպատակներով։ Թրամփը Իրանին հասցված հարվածներից հետո հայտարարել է, թե 2 ամիս առաջ Իրանին 60-օրյա վերջնագիր էր ներկայացրել գործարքը կնքելու համար։ Նրանք պետք է դա անեին, այսօր 61-րդ օրն է։ Ես ասացի ինչ անել, բայց նրանք չկարողացան հասնել դրան։ Հիմա նրանք թերևս երկրորդ հնարավորություն ունեն, նշել է Միացյալ Նահանգների նախագահը։ Թրամփի հայտարարությունը հենց ուղղված էր նրան, որ այս մոտակա հենց մի քանի ժամվա ընթացքում Իրանի ղեկավարությունը չընդունի այդպիսի որոշում հարվածել իր բոլոր հնարավորությունները օգտագործելով։ Այդ հենց դա էր նպատակը Թրամփի հայտարարության, որ զերծ պահեն այդ որոշումից, բայց ես չեմ բացառում, որ կարող է նման որոշում ընդունվի Իրանի ռազմական ղեկավարության կողմից։ Կա քաղաքական անորոշություն, իրենք չգիտեն իրանց դիմաց ով է կանգնած։ Այսինքն Իսրայելը, եթե օրինակ Իսրայելին հարվածեն, արդյոք Իսրայելը միայնակ կմնա, թե Միացյալ Նահանգները կկանգնեն Իսրայելի թիկունքին։ Իմ համոզումը որ կկանգնեն։ Պաշտոնական Երևանը դատապարտում է Իսրայելի հարձակումն Իրանի վրա, Չեխիայում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Դա հարձականի տակ է դնում այն փխրուն կայունությունը, որն ունենք մենք տարածաշրջանում, եւ մենք շատ մտահոգ ենք, ընդգծել է Փաշինյանը։ Արդյոք Ադրբեջանը կօգտվի Իսրայելի գործողություններին եւ առնվազն տեղային ռազմական սադրանքների կդիմի Հայաստանի դեմ։ Արապապյանը չի բացառում նշելով, քանի որ աշխարհը կենտրոնացել է Իրանի վրա, Ադրբեջանը ստվերում է մնացել։ Կտրուկ բարձրացել է այդ վտանգավորությունը, բայց Նիկոլ Փաշինյանը անհանգստություն արտահայտելու փոխարեն լավ կլներ, որ մինչև հիմա ինքը խոսացած լինել մի հատ Մակրոնի հետ, փորձեր, ասեն, գոնե Ռուբիոյի կամ այդ ժողովրդի Տրամփի հետ իհարկե չի կարող խոսալ, բայց նրանց հետ խոսալ, անգամ Պուտինի հետ, բա գնացել էր Պուտինի կողքներ կանգնե մայիսի 9-ին։ Բա թող մի հատ բան անի, բա այդ ով պետք է երկրի անվտանգության հարցը որով զբաղվի։ Նոր զարգացումները, որ կլինեն մերձավոր արևելքում
եւ դա կունենա իր ազդեցությունն հարավային Կովկասում, ինչպես մենք ասեցինք, թե այդ նոր զարգացումների փուլում, երբ որ մենք արդեն ականատես կլինենք այդ զարգացումների, Ադրբեջանը կորոշի դրանցից օգտվել, թե չէ, սա արդեն հիմա դժվար է կանխատեսել։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հայտարարել է, թե Երևանն այս պահին չունի տեղեկություն, որ Ադրբեջանը կարող է օգտվել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակից եւ հարձակվել Հայաստանի վրա։